Դուք չեք կանխատեսում ուր է տանում մեր քաղաքական process-ը։ Քաղաքական process-ը ընդհանրության մասին։ Այո, նաև նախընտրական։ Դա իշխան բարդ է իրականում։ Դրությունը որ հիմա մի օր նախընտրականը հաշվի առնելով բոլորի շտամբանական զարգացումների ունենում, բայց մեր բոլորի բարդականությունը եւ բարդությունը որովհետեւ ես իրականում դու ստեղծագործիչ պետական ապարատի քաղաքական գործունեություն հայ մասնագիտության վիրավորման կարող եմ ասել, որ ես հավատում եմ ուսուցիչների արդյունքներին, որտեղ ինքնությունը ամենաարտադրությունները մարդկանցն ակնկալելով արդարություն։ Եվ ես կարծում եմ, որ ուսուցիչներին հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունի դաշնակցապես ունի հաղթանակ, որովհետև այդպես հնարավորություն պետք է շատ են բանը, որ դուրս են վերաբերվում։ Սա համուր առաջին ամենակարևոր Պարմենացական են, հարցն եմ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեն Սամվել Կարապետյանի ուժը Հայաստանի շուրջը։ Ընդունել են արդյոք այդ ընդդիմադիր ուժերը այդ հայտարարությունների դիտություն եւ կընդունեն արժեքետվությունը։ Ես շատ ուշ եմ միջազգային պարոն Տեր-Պետրոսյանը եւ մնացած բոլոր նախագահները շատ հետևում ենք եւ շատ հարցնում ենք, բայց կոնկրետ ես կարող պատասխանել մեկ կուսակցության անունից հաղթանակի կուսակցության որևէ որոշում չգտնալով պատասխանում ենք բոլոր քաղաքական օպոզիցիոն քաղաքական կուսակցություններին, բայց քանի որ հաղթանակ կուսակցությունը հիմնականում ավելի շատ վերաձևակերպել ավելի շատ քաղաքական ընտրությունների համար է գիտեք մեր քաղաքական ստուգումներով լավուսն ինչ կատարվում է Երևանում հիմա հասկանում եք որ այլ բոլոր մնացած փոքր քաղաքների երկրներին անդրադառնալ մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական կուսակցությունների ընդդիմադիր սկսեն գրվել արդեն ծրագրերը, որպեսզի են ավելի գրագետ եւ ավելի ժամանակակից եւ ավելի ընդհանուր դրապատակ քաղաքների համար մենք պատրաստ ենք բոլոր կուսակցություններին որպես տարբեր կառավարման շրջանի մասնագետներ տրամադրել այդ խորհրդածությունը քաղաքային պլանավորման համար, որտեղ այս օրը Երևանում կատարվում է, դա նաեւ սխալ քաղաքային պլանավորման պատճառ է։ Դա կլինի ծառերը, դա կլինի խոսալությունները, չգիտեմ, կարմիր գծերը, դրանք իրականում քաղաքական պլանավորման հարցեր են, իսկ քաղաքապետարանի աշխատանքը ժամանակ անց է դա, որ քաղաքային իշխանությունները պետք է լինեն քաղաքական կուսակցություն կամ քաղաքական լիդերներ, եթե ստեղծեցին մենեջերներ, բայց իրականում հավատացած եղեք այն քաղաքներն են աշխարհում պատրաստված, որոնք քաղաքապետերը ավելի շատ ուրբանիստներ են, այսինքն քաղաքային պլանավորման եւ քաղաքային կառավարման հստակությունով, թե որպես մասնագիտություն, թե որպես փորձառություն հաշվի առնելով։ Պարոն Մնացականյան, դուք Հայկ Մարությանի հետ այժմ շփումներ ունեք, որտեղ ես հիշում եմ մի քանի տարի առաջ ասում եք, որ Մարությանը իմ ընկերն է, ընկերական հարաբերությունը պահպանվել է թե ոչ, եւ ներ Հայկ Մարությանի հետ սակայն տարբերություն, եւ հուսով եմ, որ Հայկ Մարությանը եւ համոզված եմ, որ տարբերություն ստացել է Հայկ Մարությանը շատ հայրենասեր է, Հայկ Մարությանը իրականում եզակիներից է, որ Երևան քաղաքի ես կտպասով եք ասեմ, Երևանցի սիրում է Հայկ Մարությանին։ Եվ հենց դրա համար էր, որ եթե հիշում եք այդ վերջում, որ վարչապետը որ կան փոլերին, թե ասֆալտի քաղաքապետարանի դիմաց այդ չգիտեմ, վարչապետին ոչ գայել այդ որ սկսեցին այդ օգտագործել, հենց կենտրոնացած են Հայկ Մարությանի վրա։ Ես չգիտեմ, իրանք ինչի են հենց կռիվ տալի անդադ Հայկ Մարությանի հետ, Հայկ Մարությանի ստվերի հետ, Հայկ Մարությանի հաջողությունների հետ, բայց ես տեսնում եմ, որ այդ կուսակցությունները եւս շատ աճել են, շատ առաջին գնում է բոլորին ցանկանում։ Պարոն Մնացականյան, չգիտեմ, ավականու նախորդ նիստը նայել եք թե չէ, բայց նախորդ նիստին օրակարգային հարցեր գրեթե թողած քաղաքային իշխանությունը փոխքաղաքապետի քաղաքապետի մակարդակով Մարությանի առաջարածներն էին քննարկում, ասում են աչուձախ շինթույլտվություններ է տվել, կառուցապատում է տվել ու մեծ վնաս է տվել քաղաքին։ Այն երկրները, որոնք անընդհատ պայքարի մեջ են նախնիների հետ, հավատացեք, նրանք ապագայի ճանապարհ չեն կարող անցնել։ Դա
մենակ Հայաստանը չի տեսնեք ամենամեծ գերտերությունները թողած իրենց խնդիրները գնում են ասենք Հայկ Մարությանին հանգիստ ուղեք եւ անգամ իսկ նախկին քաղաքապետերին դուք պետք է տալ վերլուծություն, այսինքն 8 տարի անցել է, պետք է օրինակ նույն ավականի կազմել նա ժամանակական հանձնաժողով, ամեն քաղաքապետի ընթացքում ասենք որ քաղաքապետը իրական եղել է, չէ՞ լավ բաներ են արել, մեկ հատ բան չեն արել կամ ինչ-որ չէ, խնդրահարույց։ Եկեք դա էլ հասկանանք, բայց մենք որևէ ձև չենք վերագնահատել քաղաքապետարանի աշխատանքը, բայց այդ ավականու նիստը, որ ասում եք, ես արդեն սկսել եմ չհետևել մենակ նրա համար, որտեղ ի սկզբանե խնդիրը մեծ խնդիրը նրանում է, որ ինչի պետք է Երևանի քաղաքապետը լինի նաև ավականու ղեկավար։ Այս սա է անունը, եկեք sense հարցեր մասին քննարկենք, բայց դա չէ, դա նույնն է ոնց որ վարչապետը եւ ազգային ժողովի նախագահը նույնն են։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։